Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզում Սաղմոսավան գյուղում։ Այն 13-րդ դարի կառույց է, որը Կիրակոս Գանձակեցին դասել է հայկական 8 նշանավոր անապատների շարքին։ Վանական համալիրը Սաղմոսավան կանունը ամենայն հավանականությամբ ստացել է Սաղմոս բառից, որը նշանակում է օրհներգություն, եկեղեցական հոգևոր երգ։ Ասում են, Սաղմոսավանք անունը վանական համալիրը ստացել է եկեղեցում հնչող սաղմոսներից։ Իդեպ Սաղմոսավանքը դասվում է այն հոգևոր կենտրոնների շարքին, որոնց անունով կոչել են մոտակա գյուղը, քանզի սկզբնական շրջանում վանական համալիրը հայտնի է եղել որպես անապատ, իսկ Սաղմոսավան գյուղը հիմնադրվել է միայն 1830-ականներին և կոչվել վանքի անունով։ Սաղմոսավանը փոքր գյուղ է, հիմնադրված Կարսից փախած հայերի կողմից։ Բազմիցս խոսելով հայկական ճարտարապետության և հատկապես հայկական եկեղեցաշինության մասին, անընդհատ նշում ենք նրանց առանձնահատուկ լինելն ու յուրահատուկ մոտեցումը, բայց շատ հաճախ այդպես էլ չենք հասկանում, թե հատկապես ինչի մասին է խոսքը։ Խոսելով անվան ծագման մասին, նշեցինք, որ վանական համալիրը իր անունը ստացել է սաղմոսներից։ Բանն այն է, որ ինչպես հայկական մի շարք եկեղեցիներ, այդ թվում նաև Սաղմոսավանքը ունի բնական ակուստիկա։ Հատկապես միջնադարյան եկեղեցիներից զգալի մասը կառուցված են ակուստիկ ճշգրիտ հաշվարկներով։ Սա խոսում է հայ ճարտարապետների և շինարարների բացառիկ վարպետության մասին։ Ժամանակակից ուսումնասիրողների համար զարմանալի է թվում այդ ճշգրիտ և հստակ հաշվարկների համադրումը ճարտարապետական հորինվածքի և շինարարական հմտության հետ։ Եկեղեցիների ակուստիկության վրա ազդում է թե քարի տեսակը, թե արտաքին և ներքին ճարտարապետությունը, որմնախորշերի, ավանդատների առկայությունը, սյուների արմատավորումը։ Պատահական չէ նաև այն փաստը, որ միջնադարյան եկեղեցիներն ունեցել են անհամեմատ հաստ պատեր և անհարթ շարվածք։ Հայկական եկեղեցիների սլացիկությունը, ճոխ և բարդ ճարտարապետական լուծումները մտածված են եղել ի նպաստ ակուստիկության՝ ձայնը հնարավորինս երկար պահելու նպատակով։ Իդեմը ժամանակակից եկեղեցիների, որոնք ունեն շատ լավ և հարթ մշակված, հիմնականում մարմարե քարերից կառուցված շարվածք, կորցրել են հայկական եկեղեցաշինությանը բնորոշ լուծումներն ու երբեմնի հզոր ակուստիկան։ Պատճառն այն է, որ անհարթ մակերեսները, խորությունները, գոգավորությունները ակուստիկայի լավագույն չափորոշիչներն են, իսկ ներկայիս եկեղեցիները, փորձելով ներդաշնակել ժամանակակից ճարտարապետական ոճին, կորցնում են իրենց բնորոշ ոճն ու ակուստիկան։ Ահա այս ամենով էլ պայմանավորված կարող ենք ենթադրել, որ Սաղմոսավանքի ակուստիկության շնորհիվ սաղմոսների հնչեղությունն առանձնահատուկ է թվացել, և վանքը որոշել են այդպես էլ անվանել՝ Սաղմոսների վանք, Սաղմոսավանք։ Ըստ ավանդության Սաղմոսավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, ով Հովհաննավանքից գալով Քասախի կիրճ հիմնում է Սաղմոսավանքը ու իր մոտ կանչելով մի շարք այլ հոգևորականների, հաստատվում այնտեղ։ Մեկ այլ ավանդության համաձայն Գրիգոր Լուսավորիչը Արագածի գագաթից նկատում է այս վայրը, գալիս է և հիմնում եկեղեցի։ Հետագայում նա իր շուրջն է հավաքում այլ հոգևորականների և նրանց սաղմոսներ սովորեցնում։ Սաղմոսավանք վանական համալիրը պատմական վկայություններում հանդիպում է 12-րդ դարի թվագրմամբ։ Այնտեղ ապրել է վարդապետ Հովհաննես Մունջը, ով Սաղմոսավանքում դպրոց էր հիմնել, սակայն Սաղմոսավանքը որպես վանական համալիր ձևավորվել է միայն 13-րդ դարում, Վաչուտյանների օրոք։ Վերջինների շնորհիվ ծաղկում էր ապրել նաև Հովհաննավանքը, որը դարձել էր Վաչուտյանների տոհմական վանքը։ Վանական համալիրի գլխավոր Սուրբ Սիոն եկեղեցին կառուցվել է 1215 թվականին Վաչե Վաչուտյանի և իր կնոջ Մամա Խաթունի հովանավորությամբ։ Եկեղեցու կառուցումից հետո Վաչուտյանը հոգ է տանում նաև եկեղեցու տնտեսական ապահովության համար և նվիրաբերում մոտակա գյուղերից մեկը։ Սուրբ Սիոն եկեղեցու կառուցումը տևում է 20 տարի, ավարտվելով 1235 թվականին։ Իդեպ Մամա Խաթունը հիշատակվում է նաև Սանահինի և Հաղպատի վանքերի վկայություններում։ Նա ձիթանքեր է նվիրել այս վանական համալիրներին։ Սուրբ Սիոն եկեղեցու ավարտին Վաչուտյանի որդի Քուրդ Վաչուտյանը սկսում է ևս մի եկեղեցու Սուրբ Աստվածածնի կառուցումը։ Նա միաժամանակ 1240-ականներին սկսում է Հովհաննավանքի գավթի կառուցումը, իսկ 1255 թվականին սկսում նաև գրատան կառուցումը։ Սուրբ Սիոն եկեղեցին արտաքինից ուղղանկյուն հատակագծով և կենտրոնագմբեթ կառույց է, իսկ ներսից խաչաձև է, անկյուններում ունենալով երկհարկ ավանդատներ։ Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է գավիթը, որը հանդիսանում է Սուրբ Սիոն եկեղեցու նախամուտքը։ Չնայած Սուրբ Սիոն եկեղեցին պարզ է իր արտաքին և ներքին հարդարանքով, սակայն ի հակառակ դրան գավիթն ավելի ճոխ հորինվածք ունի՝ ընդարձակ սրահով և զույգ սյուներով։
Եկեղեցու ներսում հարավարևմտյան կողմում գտնվում է երկհարկանի զետեղարան, ամենայն հավանականությամբ այն օգտագործվել է որպես գրապահոց, եկեղեցու արևմտյան կողմում ամբողջությամբ խաչքարեր են պատերին։ Սուրբ Սիոն եկեղեցու հարավային կողմում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես ունի ուղղանկյուն հատակագիծ։ Եկեղեցու պատերին մեկին պատկերված է իշխանական զինանշանը, գարանը ճանկած արծիվը, ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը։ Սաղմոսավանքը աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների հոգևոր երգերի անունով սաղմոսավանք է կոչվել, և իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի։ Եկեղեցին քար չէ միայն, այն վայր է, որտեղ լույսը գտնում է մարդու սիրտը, լռության մեջ մարդը գտնում է խաղաղություն, իսկ լույսի մեջ հավատ։ Խաղաղասերները երանելի են, որովհետև նրանք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եվ վերջում ուզում եմ ավելացնել. ամեն բան հնարավոր է, եթե հավատում ես։ Հավատացեք ձեր բոլոր երազանքներին, և նրանք կկատարվեն անպայման։